Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստը։ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխել են պատմության ընթացքը։ Երկրների միջև այժմ խաղաղություն է հաստատվել։ Արդեն 2 տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով եւ սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Եվ սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, մինչելոց Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացություններին, հյուրընկալելու այս գագաթնաժողովները։ Փաշինյանը կարևորել է նաև Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը, ընդգծելով, որ Ջևդեթ Ելմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Եվրոպական խորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին նրանց մեղադրելով կողմնակալության եւ երկակի ստանդարտների համար։ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում։ Ալիևը դիմելով լսարանին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը բացահայտորեն անվանել է անջատողականներ ու պատերազմական հանցագործներ, մինչ Ադրբեջանի առաջնորդը թիրախավորում էր վերջին 3 տասնամյակների մեր պատմությունն ու արժեքները, Հայաստանի վարչապետն ու իշխող վերնախավը լուր հետևում են ելույթին, չփորձելով հակադարձել սեփական մայրաքաղաքում հնչող վիրավորական որակումներին։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանի վերջին տարիների ժողովրդավարական ուղին եւ արտաքին քաղաքականության վերանայումը։ Ելիսեյան պալատի առաջնորդը բաց տեքստով հայտարարել է, որ տարիներ առաջ այս մասշտաբի միջոցառումը Երևանում պարզապես անհնար էր, քանի որ Հայաստանի ընկալումը աշխարհում բոլորովին այլ էր։ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը շատ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արմանյակ։ Մակրոնի խոսքով Թավշյա հեղափոխությունն ու դրան հաջորդած ռիսկերի նվազեցման քաղաքականությունը Հայաստանի համար նոր դռներ են բացել։ Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն ենք մաղթում, գագաթնաժողովի ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նաեւ նկատել է, որ 24 տարվա ընթացքում առաջին անգամ է Ուկրաինայի նախագահը այցելում Հայաստան։ Անդրադառնալով շուրջ 4 տարի ընթացող ռուս-ուկրաինական հակամարտությանը Զելենսկին հայտարարել է, թե ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթի ժամանակ։ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում ռազմական տեխնիկայով եւ եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու սա բազմաթիվ տարիների ընթացքում, որ նրանք չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ եւ վաղսփռող ԱԹՍ-ները բզալու են Կարմիր հրապարակի վրա եւ սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն եւ մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ եւ 20-րդ փաթեթը պիտի առաջ մղենք եւ շնորհակալ եմ բոլոր առաջնորդներին։ Նիստից հետո առանձին հանդիպել են Եվրոպական միության առաջնորդները, միության քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները եւ Վլադիմիր Զելենսկին։ Mr. President, why did Ukraine give phosphorus bombs to Azerbaijan? Առավոտյան Կարեն Դեմիրճյանի մարզամերգային համալիր մուտքի ժամանակ լրագրողները հարց էին ուղղել Ուկրաինայի նախագահին, ինչու Կիևը Բաքվին ֆոսֆորային ռումբեր մատակարարեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Զելենսկին հարցը անպատասխան էր թողել։ Free Armenian hostages!
Չնայած համալիրում կառավարությունը ստեղծել է ջերմմթնոլորտ, դրսում հյուրերին մեր մի շարք հայրենակիցներ դիմավորել են պաստառներով ու վանկարկումներով։ Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին, այսպես են ակցիայի մասնակիցները դիմավորել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նրանք պահանջում են բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ գերիների Արցախ վերադարձի վերաբերյալ հարցերը։ Չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են գագաթնաժողովի շրջանակներում ներառել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենիք վերադարձի հարցը։ We have 92% of the waterfront. Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կսկսի հատուկ գործողություն Հորմուզի նեղուցում արգելափակված նավերն ազատելու համար։ Այս քայլը որակվել է որպես հումանիտար ժեստ ուղղված չեզոք երկրներին օգնելուն, որոնց նավերն ու անձնակազմը մնացել են շրջափակման մեջ եւ ունեն սննդի ու պաշարների խնդիր։ Թրամփը նախազգուշացրել է, որ ամերիկյան գործողությունը խոչընդոտող ցանկացած միջամտություն կպատժվի ուժով։ Ի պատասխան Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ առանց իրենց հետ համաձայնեցման նեղուց մուտք գործող ցանկացած օտարերկրյա ռազմական ուժ կդառնա հարձակման օրինական թիրախ։ Ավելի վաղ Իրանը Պակիստանի միջոցով Վաշինգտոնին ներփոխանցել խաղաղության 14 կետից բաղկացած առաջարկ, որը ենթադրում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, շրջափակման վերացում եւ միջուկային հարցի շուրջ բանակցությունների հետաձգում։ Թրամփը նշել է, որ հակված է մերժել այն, քանի որ Իրանը իր խոսքով դեռ բավարար գին չի վճարել իր գործողությունների համար։ Для нас предпочтительным является достижение наших целей через сделку, через мирные соглашения. Եվրոպական երկրներն օգտագործում են ցուցադրական ռուսաֆոբիան որպես պատրվակ ռազմական ծախսերն ավելացնելու եւ դիմակայության գնալու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, Եվրոպան փորձում է այս կերպ փոխհատուցել ԱՄՆ-ի պաշտպանական դերի նվազումը, ինչը հանգեցնում է Եվրոպայի հետ շատ կոշտ դիմակայության շրջանի վերադարձին։ Պեսկովը շեշտել է, որ Մոսկվայի համար առաջնահերթությունը նպատակներին հասնելն է դիվանագիտական ճանապարհով եւ խաղաղ համաձայնագրերի միջոցով։ Սակայն եթե Կիևը հրաժարվի բանակցություններից, Ռուսաստանը մտադիր է հասնել իր ուզածին հատուկ ռազմական գործողության շարունակման եւ ավարտի միջոցով, ասել է նա։ Օկլահոմայում անհայտ անձիկ կրակել են լողափում հանգստացողների ուղղությամբ։ Ոստիկանության տվյալով առնվազն 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածների վիճակը գնահատվում է տարբեր աստիճանի ծանրության։ Հանցագործները դեռ չեն ձերբակալվել։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Թուրքիայի հարավ-արևելքում մոլեգնող հորդառատ անձրևների ու փոթորիկի հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը վիրավորվել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ երկրի ամբողջ տարածքում պահպանվում է անկայուն եղանակային իրավիճակ։ Երկրի զգալի մասում հայտարարված է վտանգավորության մակարդակ, նախատեսվել են նոր հեղեղումներ եւ կայծակ։